Ողջույն, պարոն Մանվելյան։ Վերջերս տեղի ունեցավ ձեր 5-րդ գրքի շնորհանդեսը, շնորհավորումը։ Ինչով է տարբերվում այս վերջին գիրքը մյուս 4-ից։ Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Մեծ հաշվով ոչնչով չի տարբերվում, նպատակը նույնն է, ինչպես եղել է առաջին գրքի դեպքում, այնպես էլ այս 5-րդ գրքի դեպքում, ժամանակ եւ հիշողության սահմանագծին տարբերությունը թերևս մարդկանց անուններն ու պատմություններն են տարբերությունը, այսինքն հիմնական նպատակի եւ աշխատանքի միջեւ, այսինքն այն նպատակը, որը մենք ունեցել ենք 3 տարի առաջ ու ունենք այսօր, որևէ տարբերություն չկա դրանց մեջ։ Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ կարդացել են ձեր գրքերը, եղել են ձեր հետ հանդիպումներին եւ գիտեմ նաեւ, որ շատ հետաքրքիր քննարկումներ եք ունեցել ընթերցողի հետ։ Կան նաեւ մարդիկ, որոնք դեռ նոր են ծանոթանում ձեր գործունեությանը, իսկ նրանց համար կարող եք մի քանի բառով ներկայացնել ձեր ընդհանուր ասելիքը։ Ընդհանուր ասելիք, այո, կարող եմ մի քանի բառով ներկայացնել, բայց ասեմ, որ այս արտահայտությունը, ներկայացնել ընդհանուր ասելիքը շատ ավելի բարդ է, քան նույնիսկ իրենց գրքերի աշխատանքները, նույնիսկ խմբագրությունը, նույնիսկ թարգմանությունները միասին վերցրած։ Ինչու է բարդ, որովհետև շատ դժվար է ժողովրդին ներկայացնել մի պատմություն, որին ինքը տեղյակ չէ, արձագանքները շատ հակասական են լինում։ Ընդհանուր ասելիքը, ինչպես եւ առաջին գրքի դեպքում եղել եւ մնում է նույնը, ցույց տալ մեր ժողովրդին մեզնից թաքցված, ես չի ասի թաքցված, պատմություն, որը չի գրվել, որը չի արձանագրվել, որը ինչ-ինչ պատճառներով մեզ չի հասել, ցույց տալ մեր ժողովրդի այն կարող ուժը, այն զորավոր պոտենցիալը, որ ժամանակին տարբեր ժամանակաշրջաններում կարելի է այսպես նույնիսկ ասել աշխարհի ստեղծման առաջին օրից մենք թողել ենք օտար ժողովուրդներին, օտար ազգերին, օտար քաղաքակրթություններին եւ այդ պատմությունը մեզ ոչինչ այդ պատմությունը մեզ չի հասել։ Նպատակը եղել է զուգահեռներ տանելը մեր այսօրվա իրականության հետ, այսինքն ինչպես ստացվեց, որ նման պատմություն ունեցող ժողովուրդը, նման կարողություն եւ զորություն կա, ես չեմ վախենում այդ բառից ունեցող ժողովուրդը մեր օրերում վերջին տարիների ընթացքում գոնե հայտնվեց այսպիսի անմխիթար վիճակում։ Նպատակը եղել է սա։ Շատ լավ։ Սոցցանցերում, մասնավորապես ձեր YouTube-յան ալիքում, Facebook-ում ձեր տեսանյութերին եւ գրառումներին հազարավոր մարդիկ են արձագանքում, մեկնաբանություններ են թողնում, բայց ես նկատել եմ, որ նրանցից քչերն են ճիշտ ընկալում ձեր հիմնական ասելիքը։ Ինչ եք կարծում, ինչի հետ է կապված այս թյուրըմբռնումը։ Նախ ասեմ, որ սոցցանցերն իրենք որպես այդպիսին անվերահսկելի տարածք է, սա մի հսկայական տարածք, անվերահսկելի, որովհետեւ դու չես կարող երբեք իմանալ, ով ինչ կխոսի, ով ինչ կարձագանքի, adekvat կամ ոչ adekvat, որի կարծիքը կլինի դրական, որինը կլինի բացական, սա անվերահսկելի տարածք է։ Առաջին շրջանում, ժամանակաշրջանում, երբ որ սկսեցինք նոր առաջին գրքի աշխատանքները, երբ որ նոր բացվեց YouTube-յան մեր ալիքը, երբ որ նոր այսպես մուտք գործեցինք ակտիվ սոցցանցեր, պատասխանում էինք, փորձում էինք մարդկանց ինչ-որ կերպ բացատրել, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այս ամենը անիմաստ է։ Անիմաստ է ինչի համար, որովհետև կրկնում եմ 100-ամյակներ շարունակ մեր ժողովուրդը սովոր չի եղել այս ես կասեի, ոչ թե ես կասեի, այլպես էլ կայս իրականությանը, հա, մարդիկ չեն կարողանում հավատալ, մարդիկ դժվարանում են, մարդիկ մտածում են, սա ինչ-որ հնարովի, հնարածին մի բան է, չգիտեմ, այստեղից այնտեղից անուններ են հավաքում, գրքեր են դարձնում, հա, ինչ անենք, այս ամեն ինչը մեզ ինչ պիտի տա։ Դրա համար շատ քիչ են adekvat մեկնաբանությունները, շատ քիչ են մարդիկ, որոնք իրապես հասկանում են այս ամենի իմաստը եւ կրկնված պիտի լինեն, բայց պիտի ասեմ, որ այս ամենի իմաստը եւ նպատակը նորից եղել եւ մնում է նույնը, ոչ թե մենք այս ամենը արել ենք ցույց տալու, որ տեսեք, մենք էլ այսպիսի մարդիկ ունենք, չէ, մենք ընդամենը փորձել ենք զուգահեռներ տանել մեր օրերի հետ եւ գտնել այդ բաց թողնում, ասեմ, չգիտեմ, այդ ինչ որ մի տեղ, ինչ որ մի շրջանում պատմական, ինչ որ սխալ ճանապարհ ընտրեցինք եւ եկանք հասանք այսօրին, հիմա մեր օրերում պետք է այս զուգահեռները տանել, որովհետեւ այս 5 գրքերը, եթե մենք վերածենք 25-30 գրքերի, անունները չեն պակասի դրանից եւ ասեմ ավելի, նույնիսկ մեր ժամանակներում կարելի է գրել այդպիսի մարդկանց մասին, հիմա մեր օրերում էլ կան։
Բայց ցավոք սրտի այս ամենից նորից եմ ասում, մեզ մնաց ընդամենը այս մեղմ ասած անմխիթար իրականությունը։ Այնպես որ ես ոչ մեկից չեմ նեղանում եւ հասկանում եմ այդ ամենի պատճառը եղել այն ամենը, որ մարդիկ տեղյակ չեն եղել, մարդիկ դժվար են ընկալում, մարդիկ դժվար են հավատում։ Կարծում եմ, որոշ ժամանակ է պետք հետևողական աշխատանք, զրույցներ, հանդիպումներ, ռոպագանդա, ինչու՞ չէ, նաև մի քիչ ավելի բարձր մակարդակներում, եթե այդպիսի հնարավորություններ լինի եւ մարդիկ կամաց կհասկանան, որ այս ամենը ոչ թե փոքրիկ պատմություններ են, այլ մի հսկայական իրողություն, որը մեզ չի հասել։ Պարոն Մանվելյան, ես գիտեմ, որ ձեր գրքերը հնարավոր չէ գտնել գրախանութներում։ Նախ կխնդրեի հերթականությամբ ցույց տալ դրանք եւ հետո ասել, թե ինչպես կարելի է ձեռք բերել։ Հնարավոր չէ գտնելը մի քիչ երևի թե ճիշտ չընկալի մեր ընթերցողը։ Մենք ոչ թե այստեղ անձնական ինչ-որ խնդիրներ կա գրախանութների հետ կապված չէ, ուղղակի սպառման խնդիր չի եղել, երբևէ ասենք սպառման խնդիր մենք չենք ունեցել, տարածման խնդիր չենք ունեցել, գրքերը հասել են գրեթե ամբողջ աշխարհով այսպես, որտեղից ասես պատվերներ եղել են, ամենամեծ խնդիրը վերջին մի քանի տարիների ՌԴ-ում կապված այդ պատերազմական իրավիճակների հետ մեծ խնդիր եղել է Ռուսաստանի հետ փոստային առաքումները, Ռուսաստանը մի քիչ դժվար է ասել, բայց Եվրոպայով, ԱՄՆ-ով, նույնիսկ Ավստրալիա մարտհամակներով այսպես պատետվել է։ Խնդրեմ, ահավասիկ Մայրամուտ եւ Լուսաբացի միջև հայի ֆենոմեն, առաջին գիրքը, այս գիրքը մենք անցյալ տարի նոյեմբեր ամսին վերահրատարակեցինք արդեն 4-րդ անգամ, նույնը կորսված ժառանգությունը, սա մեր երկրորդ գիրքն է, դարձյալ վերահրատարակեցինք արդեն 3-րդ, 4-րդ անգամ, չեմ էլ հիշում արդեն։ Ճանապարհ դեպի այս 3-րդ գիրքը, սրանք ասեմ, որ տեղային ինչ-որ սահմանափակումներ չունեն։ Ամենայն դեպս առաջին երկու գրքերում տեղային սահմանափակումներ չկան, այսինքն ողջ աշխարհով կարելի է գտնել մեր ժողովրդի զավակներին։ Երրորդ գրքում մենք մի քիչ ավելի կենտրոնացանք Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանում, մի քիչ ավելի հին Պարսկաստանում, դեռևս Աքեմենյան Պարսկաստանի ժամանակներից։ Ավելի շատ դեպի արևել գնացինք, Հնդկաստան, Սինգապուր, այսպես հա։ Այստեղ թերևս տարբերվում է մեր 4-րդ գիրքը, մեր շրջակատագրերի երգը, ինչի համար, որովհետև անցյալ տարի ապրիլ ամսին մենք սա որպես նվեր մեր կանանց որոշեցինք 4-րդ գիրքը նվիրել հայուհիներին, այսինքն մեր 4-րդ գրքում շրջակատագրերի երգը բացառապես կանայք են, 25 հայուհիներ, որոնց անունները կամ քիչ կամ ընդհանրապես հայտնի չեն, ես վստահ կարող եմ ասել, որ այստեղ շատ իրաններ ընդհանրապես հայտնի չեն եղել։ Ինչ այժմ նկատի ունեմ, որտեղ նրանք ովքեր կարդացել են արդեն ծանոթ են։ 5-րդ գիրքը մենք լույս տեսավ ընդամենը 10 օր երևի, հա, երկրորդ շաբաթն է, արդեն կարծեմ 10 օր էլ չկա դեռ։ Անցյալ շաբաթ օրը, չէ, չկա էլ 10 օր, անցյալ շաբաթ օրը շնորհանդեսը եղավ, ընդամենը 7 օր առաջ գիրքը հասանելի դարձավ մեր ընթերցողին։ Այստեղ մենք մի քիչ ավելի հետ գնացինք մեր ժողովրդի զավակների մասին, նորից մի քիչ ավելի վաղ միջնադար, հետո արդեն մինչև 18-րդ, 19-րդ դարեր, սկսած Սկանդինավիայից, Եվրոպայի, հիմնականում Եվրոպայում է կենտրոնացած այս 5-րդ գրքի գործողությունները, այսպես պատմությունները մեր ժողովրդի զավակների մասին, Սկանդինավիա, Հունգարիա, Լեհաստան, կրկնում եմ, մի քիչ ավելի հին ժամանակներ, վաղ միջնադար, երբ որ Եվրոպայի սրտում թագավորություններ էին առաջանում եւ այսպես ասած Ավստրո-Հունգարիա առաջ Պոսպոլիտա կարևոր չէ, այսպես, հա, կոնկրետ Եվրոպայի տարածքում ապրած մեր ժողովրդի զավակների մասին եւ շատերը կարծում են, որ իմ տեղեկություններն այնքան շատ են, որ ես պիտի ասեմ, սիրելի ժողովուրդ, որ 5-րդ գիրքը, ինչպես եւ ձեր դեպքում, իմ դեպքում էլ հենց ինձ համար էր մեծ նորություն, որովհետեւ այստեղ այնպիսի անուններ կան, որ ես երբեք չեմ լսել։ Նրանք, ովքեր հասցրել են այս մեկ շաբաթում կարդալ, կփաստեն դա, ովքեր էլ չէ, հետո կարդան եւ հանդիպումների ժամանակ արդեն կզրուցենք եւ դուք ինձ կասեք, թե որևէ մեկի անունն այս գրքից արդյոք լսել եք թե չէ։ Գրախանութների հետ կրկնում եմ, խնդիրներ չկան, անձնական սա եղել է ընդամենը պարզ պատճառով, որ մենք սպառման խնդիր չենք ունեցել, գրքերը միշտ վաճառվել են
միայն պատվերներով պատվիրատուն զանգում է, պատվիրում է առաքիչները բավականին հաջող ծառայություն է, ասեմ, Հայաստանի ամենատարբեր ծայրերում շատ կարճ ժամանակներում մարդիկ հասցնում են բավական մատչելի գներով։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ ձեզ հաջողություն եմ մաղթում այս կարևոր առաքելությունը շարունակելու հարցում։ Համեցեք, ես եմ շնորհակալ։